Սուրճ ու սեր առավոտից։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, բարի լույս։ Բարի լույս եւ բարի գալուս հանրային ռադիոյի ուղիղ եթեր Սուրճ ու սեր առավոտիցը սկսում է իր աշխատանքը, հուսով ենք սուրճը արդեն կրակին է, իսկ սերը խոստանում ենք ապահովել մենք առաջիկա 1.5 ժամվա ընթացքում։ Կամ արդեն ընդհանրապես այնպես է ստացվել, որ սուրճը վաղուց պատրաստ է։ Ահա, դա էլ ավելի հրաշալի է, առաջիկա 1.5 ժամվա ընթացքում ձեզ համար եթերում կաշխատեն Լուսինե Մուրադյանն ու Վեգա Անդրեասյանը, ունենալու ենք ինչպես միշտ հետաքրքիր տեղեկատվություն, լավ երաժշտություն, հետաքրքիր հյուր, լուրեր, թերթելու ենք օրացույցը, մի խոսքով մեզ հագեցած ու հետաքրքիր եթեր է սպասվում։ Այո, եւ մենք առավոտյան կփորձենք միասին նաեւ հետաքրքիր հարցի պատասխանել, մենք ձեր ուշադրությանը կներկայացնենք հարց իր տարբերակներով, ձեզ մնում է միայն քվեարկեք, որպեսզի մենք ունենանք ընդհանուր պատկեր։ Այո, եւ դրա համար վստահաբար խորհուրդ ենք տալիս հետեւել մեր Սուրճ ու սեր առավոտից հաղորդման էջին նաեւ, այնտեղ հարցում է դրած կամ համացանցային լեզվով ասած, այո, համացանցային լեզվով ասած poll, որը թույլ կտա ձեզ ընտրել տարբերակներից մեկը։ Իսկ այսօր արդեն մեր իգական ձայներից հասկացաք, որ եթերում ձեզ համար աշխատելու են Գեղեցկուհի Վեգա Անդրեասյանը եւ աննման Լուսինե Մուրադյանը։ Ախ, մենք մեզ չգովանքով գովա։ Մի խոսքով Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան հարթակում հետևում եք լայվին, մեկնաբանություններ եք թողնում, հարցմանը մասնակցելու համար մուտք եք գործում Սուրճ ու սեր առավոտից հաղորդման տաղավար։ Տաղավարը երբեմն կարող է Էջ Facebook-յան եւ այնտեղ մասնակցում եք հարցմանը, մենք կխնդրենք, որպեսզի որքան հնարավոր է ակտիվ մասնակցեք հարցմանը, որպեսզի պատկերը որքան հնարավոր է մոտ լինի իրականությանը։ Դե armradio.am կայքը դիտել կոճակը սեղմելով կա եւ նաեւ չենք մոռանում 553702 ուղիղ եթերի մեր հեռախոսահամարն է, որի միջոցով կարող եք մեզ հետ կապ հաստատել, սիրելի ռադիոլսողներ։ Այո, այնպես որ հուսով ենք, որ դուք էլ մեզ կօգնեք եթերը ինտերակտիվ դարձնել, որովհետև մենք ամեն ինչ անում ենք դրա համար եւ հուսով ենք, որ այդ գործում մեզ կօգնեք։ Այո, ամեն ինչ ձեր ձեռքերում է, հիշեք, որ այս կյանքում ամեն ինչ փոխադարձ է։ Դե ինչ հարգելի ռադիոլսողներ, կարծում եմ ժամանակն է, որ լսենք առաջին երաժշտական կատարումը, այնուհետև կշարունակենք։ Դիմավորեք Էմին, կարծում եմ շատերը հաճելի հուշերի գիրքն են ընկնելու։ Ես կասեմ դարձյալ կոնեմ, ես իմ սերը, կոնեմ, ես իմ սերը, կոնեմ, ես իմ սերը, ես կասեմ դարձյալ կոնեմ, ես իմ սերը, ես կասեմ դարձյալ կոնեմ, ես իմ սերը, երբ գալիս է ուշ գիշերը, ես դարձյալ գտնում եմ քեզ իմ սեր Երազում ծնվում է հուսնին Եվ չկա ոչ մի արկել կայլևս ինձ համար Փնտրում եմ քեզ հիմա Որ ասեմ եղիր կողքին Ես կասեմ որ կոնեմ ես եկնեմ քո միակ Ես ահա եկա իմ սեր երկերով հստակ Քեզ վերեցի համար Չեմ երազներ իմ սեր Եկ մի մանսե չէ ինչպես արև իմ սեր Սիրտնի մեծ այնքան սիրով լեցու
խոսքով մի տեսակ աշխույժ ռիթմերը միանգամից ներխուժեցին մեր եթեր, կարծում եմ արթնացել եք արդեն հարգելի ռադիո լսողներ, եւս մեկ անգամ ձեզ ասում ենք բարի լույս։ Բարի լույս եւ եւս մեկ անգամ բարի գալու սուրճ ու սեր առավոտից շնորհակալություն այն մարդկանց, որոնք արդեն մեզ միացել են նաեւ մեր on-line հարթակներում եւ մեկնաբանություններ են գրում, մասնավորապես Նարեկ Մկոյանին եւ Ամալիա Ղազարյանին, երկուսն էլ մեզ սրտիկներ եւ ծաղիկներ են ուղարկել, ինչի արդիվ շնորհակալ ենք։ Մենք էլ ենք ձեզ ուղարկում եւ անցնենք մեր հարցմանը։ Միանգամից ներկայացնենք հարցը, հորդորենք, որպեսզի դուք մուտք գործեք սուրճ ու սեր առավոտից Facebook-յան էջ այնտեղ այդ հարցմանը մասնակցեք։ Այսօրվա հարցն է. առավոտյան աշխատանքից առաջ ո՞րն է ամենադժվար պահը։ Առաջինը արթնանալը, երկրորդը անկողնուց դուրս գալը, երրորդը տանից ժամանակին դուրս գալը, խցանումներով տեղ հասնելը, աշխատանքի հասնելուց հետո հասկանալը, որ դեռ չեմ արթնացել։ Շատ լավ տարբերակներ են, բայց գիտես ծիծաղեշտը որն է, որ այստեղից կարծես բոլորը համընկնում են իմ տարբերակների հետ։ Չգիտեմ դուք որը կընտրեք, բայց ընտրեք, ես ու վեգան էլ կքվեարկենք եւ կհորդորենք ապակուց այն կողմ նստած մեր գործընկերներին եւս քվեարկեն ու մասնակցեն մեր հարցմանը։ Շնորհակալություն։ Մենք ստուգելու ենք, դուք մասնակցել եք արդյոք թե ոչ։ Օրինակ ծառայեք մեր ռադիո լսողներին, չէ՞, այդպես չի։ Ես միանգամից ֆիքսեցի օրինակ իմ տարբերակները, դրանք առաջին երկրորդն են ամենաշատը, ես թե դժվարությամբ արթնանում եմ, թե դժվարությամբ ինձ համոզում եմ անկողնուց վեր Մեկը գնամ։ պետք է քվեարկենք, բայց ոչինչ։ Կընտրեմ արթնանալը, միևնույն է վաղ արթնանալը ավելի։ Ընդ որում Լուսինե, գիտես ինչն է ամենա հետաքրքիրն ու տարօրինակը, որ այդ վաղ արթնանալը ինձ համար երբեմն կարող է 20-30 րոպեի տարբերություն լինել։ Օրինակ, առավոտյան ծրագրի համար պիտի արթնանանք 7-ին, ենթադրենք կամ 6:30, ընդամենը մի 20 րոպե ավելի ունեից պետք, բայց երբ զարթուցիչն է արթնացնում, միևնույն է, չգիտեմ, օրգանիզմի համար է ստրեսային, թե ուղակի ուղեղդ է անդիմանում եւ ավելի դժվար է լինում արթնանալը, բայց կարեւորը որ կարողանում ենք եւ գալիս ենք ու ճիշտ ժամանակին ձեզ ասում ենք բարի լույս։ Արդեն սկսել են ռադիո լսողները քվեարկել եւ դա ուրախալի է։ Սպասում ենք ձեր քվեարկություններին, որպեսզի վերջում ամփոփենք միասին ու հասկանանք ընդհանուր հայտարարի գալով, թե որը որից հետո է առհասարակ։ Դե ինչ հարգելի ռադիո լսողներ, ճիշտ ժամանակն է, որ միասին փորձենք հասկանալ առհասարակ առավոտյան մեզ ինչ է սպառնում օրվա ընթացքում։ Եղանակը կարծես թե 3 եւ առաջին օրը կտրուկ տաքացավ, հիմա փորձենք հասկանալ ինչ է սպասվում մեզ։ Նաեւ տեղեկացնենք, որ աշխատանքային նոր շաբաթն է սկսված երկուշաբթի եւ օգոստոսի 24-ն է։ Դու հասկանում ես, բան չմնաց, վերջ։ Օգոստոսն էլ գնաց։ Սեպտեմբեր, խցանումներ, դպրոց տապող երեխաներ, բայց այո, դրա փոխարեն կենտրոնանանք այս օրերի վրա եւ վայելենք ու հատկապես որ այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, ավելին Լուսինե 3 մի քանի աղբյուրից լսեցի, որ կարծես թե ամռան ամենաշոքորն են այսօր կանխատեսում։ Աստվածին, չգիտեմ որքանով է դա համապատասխանում իրականությանը, ամեն դեպքում այո, 3-ից 5 աստիճանով կբարձրանա հանրապետության տարածքում, որոշ շրջաններում չնայած դրան սպասվում է նաեւ կարճատև անձրև եւ ամպրոպ, սա հանրապետության տարածքի մասին է խոսքը, բայց տեղափոխվենք Երևան, տեսնենք այստեղ ինչ է սպասվում, այստեղ արդեն առանց տեղումների եղանակ է եւ նայենք ամենաբարձր նիշը Ոստվացին ճիշտ է իրելի։ Մինչև 40 աստիճան տաքություն է այսօր սպասվում։ Կբարձրանա։ Ճիշտ է էլի, որ ասում էի ոչ թե սպասվում, այլ սպառնում։ Այո, բարձր ջերմաստիճան է սպառնում, բայց միևնույն է ես գոհ եմ։ Այս պահին մայրաքաղաքում 28 աստիճան է։ Կարևորը որ չմոռանաք արևապաշտպանները, չմոռանաք գլխարկակնոց, եթե պլանավորում եք տանից դուրս գալ եւ որ էլ ավելի լավ է պարզապես խուսափեք այն դժվար ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ գտնվելուց։ Դա ժամը երբ էլ 1-ից ցերեկը 12-ից հետո, կեսօրից հետո մինչ ժամը 4-ը ուլտրամանուշակագույն ճառագայթները շատ ուժեղ են լինում եւ կարող են վնասել ձեզ պարզապես հարգելի ռադիո լսողներ, առհասարակ հիշեք մաշկաբանների հորդորն ու խորհուրդը, ցանկացած եղանակին կապ չունի արևոտ է, արև չկա, կապ չունի սեռը, կին թե տղամարդ, անպայման տնից դուրս գալուց առաջ պետք է դեմքին հատկապես արևապաշտպան օգտագործեք, եթե չեք ուզում ժամանակից շուտ ծերանալ։ Նաև դա։ Այո, սա էլ է շատ կարևոր, ինչ վերաբերում է, իդեպ այսօր կարող եք գնալ ի վերջո Սևանալիչ եւ վայելել տաք եղանակը, որովհետեւ այդուհանդերձ եթե ամռան ամենաշոքորն է այսօր, Սևանում ավելի բարենպաստ կլինի եղանակը եւ մրսկանները կկարողանան մուտք գործել Սևանալիչ ու վայելել լճի այսպես հիասքանչ տրամադրությունը, իսկ դրա համար ասեմ, որ առանձնակի ջանք պետք չէ թափել, որովհետև Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, ինչ վերաբերում է
Ստեփանց-Մինդալարս ավտոճանապարհին, այն բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դա էլ է շատ լավ եւ ուրախալի։ Իդեպ ուրախալի է նաեւ այն փաստը, որ դեռ չենք հասել նրան, որ 7 կամ 8 նիշ լինի խցանումների թիվը։ Մենք մայրաքաղաքի խցանումներին էլ անդրադառնանք։ Իդեպ ես այստեղ տեսնում եմ նաեւ 2 ավտովթար, նիշը 5 է խցանումների։ Դե սպասենք, ավելի կմոտենան եւ մենք կտեսնենք արդեն թե որքան կդառնա նիշը 3 դարձան վթարները։ Իդեպ նիշն էլ միանգամից բարձրացավ 6-ի, նոր 5 էր։ Շատ վատ է, էլի։ Հիմա փորձենք ասել, թե որ փողոցներն են ծանրաբեռնված, հարգելի ռադիոլսողներ, Թբիլիսյան խճուղու վրա է մեկ ավտովթարը, այնպես որ եթե այդ տարածքով եք գնում, հաշվի առեք, որ այնտեղ կա մետրո երիտասարդականի հարևանությամբ է, իդեպ խցանված է այս փողոցն ամբողջությամբ, Կորյունի փողոցի մասին է խոսքը, այն խցանված է եւ վթար կա, Բոսոր Կարմիրով արդեն իդեպ ունենք փողոցներ, Ազատության պողոտան է օրինակ շատ խցանված, Իսակովը դեպի կենտրոն բերող ճանապարհն է շատ խցանված, Պարոնյան փողոցը հատկապես ավելի ներքևի հատվածում շատ խցանված է եւ առհասարակ կենտրոն բերող ճանապարհները աստիճանաբար կարծես թե կարմիրով են ներկվում, չնայած դրան զարմանալի է համեմատաբար Միասնիկյանն է այսօր թեթև եւ այնքան խցանված չէ, որքան սովորաբար է լինում, բայց ունենք էլի բոսորով ներկված ճանապարհներ, այո։ Մինչ կանդրադառնանք բոսորով ներկված ճանապարհներին, ասենք, որ երրորդ վթարը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում է, եթե դուք Քրքորյան փողոցից մուտք եք գործում եւ գնում եք դեպի Մոնթե Մելքոնյան, հենց այդ հատվածում կա վթար, թեպետ ասեմ, որ այդ վթարի պատճառով ոչ մի խցանում չի առաջացել, սա եւս շատ կարեւոր է։ Դե ինչ, հարգելի ռադիոլսողներ, մենք երազում ենք, որ լինի գետ մի օր, որ չունենանք ներկայացնելու վթարներ, սա եւս մեզ համար շատ կարեւոր է, արդյոք կգա մի օր, որ այնքան կարգապահ կվարենք մեքենաները, որ նման խնդիրներ չեն առաջանա։ Թե ինչ, կարծես թե ասացինք, խցանումների նիշն էլ 6 է։ Տեղափոխվենք on-line տարածք, հարգելի ռադիոլսողներ, տեսնենք թե on-line տարածքում ինչ է սանդղակները։ Եթե ժամանումների սանդղակն ենք դիտարկում, ապա ունենք մեկ ուշացում, Սոչիի չվերթը ժամը 11-ի փոխարեն Հայաստանը ժամանելու 12:30-ին, մնացյալը ժամանակին են վայրեջք կատարելու Հայաստանի Հանրապետություն։ Մեկնումների սանդղակին եթե դիտարկում ենք, բոլոր մեկնումները նախատեսված են ժամանակին։ Այս պահից սկսած իհարկե մեզ մնում է միայն ասել բարի գալուստ եւ բարի թռիչք, լավ տպավորություններ, ու չեք մոռանում, որ ուր որ գնում եք, հաշվի առեք նաեւ այդ երկրի դրամական փոխադրամիջոցը, որպեսզի խնդիրներ չառաջանան եւ հաստատ ձեզ հետ մի քիչ ունեցեք։ Եվ տեսնենք այդ կենտրոնական բանկը տարադրամի համար ինչ է սահմանել, որպեսզի ձեզ էլ ավելի հեշտ լինի, ամերիկյան դոլարը 365 դրամ եւ 16 լում է այսօր, 427 եւ 31 է եվրոն, 4 է ռուսական ռուբլին, վրացական լարին 139 դրամ է 82 լում է, բրիտանական ֆունտ ստերլինգը 498 եւ 37, դիրհամն այսօր 99.412 եւ իրանական ռիալը կարծես թե անփոփոխ, այո, 0.026 է այսօր։ Սա այն անհրաժեշտ տեղեկատվությունը, որ վստահաբար չի խանգարի տանից դուրս գալուց առաջ, իսկ եւս մի փոքրիկ երաժշտական դադարից հետո արդեն կվերադառնանք ու կսկսենք թերթել պատմության էջերը։ Այո, կվերադառնանք, կթերթենք, դու ընտրիր ինչ երգ ենք լսում։ Ինձ թվում է այս երկուսից մեկը ընտրիր։ Արի Անի Քրիստի լսենք։ Անի Քրիստի, կարոտել ես այս երգը, չէ՞։ Այնքան գեղեցիկ ռեմիքս է արված, շատ հաջող է այս միքսը։ Էպես որ միասին վայելենք, հարգելի ռադիոլսողներ։ Այս երեք
Հուսամ պարզեցիք ով եք դուք։ Պետք շատ գեղեցիկ երգ ես մեկ կարծում։ երբեմն լինում են օրեր, երբ Պիտի հարցը տաս, այդ հարցը պիտի տաս։ ով եմ ես այս կյանքում Բայց ընդհանրապես։ նաև Լուսինե կա մի միտք, որի հետ վստահ եմ դու հաստատ կհամաձայնես, վերջերս մի տեղ կարդացի, ինչ որ on-line հարթակում գրած էր կյանքը ոչ թե այն մասին է, որ հասկանաս ով ես դու, այլ որ ստեղծես թե ով ես դու։ Դե իրականում այո, եւ միշտ փորձեք հասկանալ, արդյոք ձեր ներկայի եսը, հա, կերպարը ձեր երազանքի եսն է, որ ցանկանում եք դառնալ։ Գոհ եք, օրինակ դու դեռ ոչ, վստահաբար դեռ ոչ։ Ես ահագին գոհ եմ ինձնից, չեք պատկերացնի։ Ես վստահաբար ցավոք դեռ ոչ։ Ինչ որ կետեր կան, որոնցով հպարտ եմ եւ որտեղ փոփոխություններ կան, բայց որ ասեմ, որ արդեն դարձել եմ, ինչպես էինք փոքր ժամանակ ասում, իմ երազած աղջիկը, ցավոք դեռ ոչ, բայց նաեւ կարծում եմ դեռ ժամանակ կա, կաշխատեմ այդ ուղղությամբ։ Իհարկե կա, չմտածես, կա ժամանակ։ Այնպես որ հարգելի ռադիո լսողներ, դուք էլ ձեզ այդ հարցը տվեք, եւ որովհետեւ ժամանակն անցնում է, տարիներն անցնում են եւ այն պետք է օգտագործել որքան հնարավոր է արդյունավետ ու ճիշտ ի օգուտ ձեզ, ձեր անձի զարգացմանը։ Փորձենք հասկանալ պատմության մեջ տարբեր թվականներին արդյոք մարդիկ կարողացել են ճիշտ իրավիճակը իրենց կողմը տանել եւ առասարակ ինչ շարժան օրերով ու հետաքրքիր տոներով է այսօրը նշանավորվել։ Գնացինք։ Սկսենք միջազգային օրերից, համացանցագնացների օրն է այսօր։ Գաղափար չունեմ թե ովքեր են նրանք, բայց նրանք օնորն են Լուսինե։ Համացանցագնացներ կարող ես անգլերեն տարբերակը նայել, գուցե քեզ ավելի པարզ դառնա։ Անկեղծ ասած նույնիսկ դա ոչինչ չասեց։ Պլուտոնի նվազեցման օրն է այսօր։ Երևի աստղագետների երրորդը բոլորիս համար հասանելի է։ Ինձ համար շատ լավ օր է, իմ ամենասիրելի ցավոք Լուսինե, ես այն մարդկանցից եմ, որ հպարտանում եմ, որ այդքան էլ չկան վնասակար ուտելիքներ, որ սիրում եմ, բայց սա իմ մեծագույն աշխարհի ամենավտանգավորն է։ Պաշտում եմ այն կարտոֆիլի չիպսի ծննդյան օրն է։ Չգիտեմ։ Պատրաստ եմ ուտել միայն դա առավոտից երեկո։ Ցավոք հիմա ինձ սահմանափակել եմ, որոշ ժամանակ առհասարակ չեմ ուտելու, բայց անհամբեր սպասում եմ սեպտեմբերին, որ ուտեմ։ Ահա որ եմ։ Գնանք առաջ չափը կպահես, էլի, տեղը չհանես, այս մի քանի սահմանափակված ժամանակահատվածի։ Չղջիկների միջազգային գիշերն է այսօր։ Դե հա, ցերեկ չէր լինելու չղջիկների պարագայում, սա էլ պետք է դիտարկենք, չէ՞, ըստ էության։ Այո, տարօրինակ կլիներ։ Հա, իհարկե տարօրինակ կլիներ։ Իդեպ սարսափելի վախենում եմ չղջիկներից, նրանք ինձ համար առնետներ են, որոնք նաև թռնել գիտեն, ինչը էլ ավելի վախենալու է դարձնում։ Տարօրինակ երաժշտության միջազգային օրն է այսօր, մի բավական հետաքրքիր տոնը, որ հատկապես մեր օրերում վստահաբար արժե նշել։ Եվ վերջ է երևի։ Միջազգային տոները կարծես թե վերջ, կարող են տեղափոխվել ազգային տոներ, որտեղ նահանգներում իրենց նահանգներից մեկի հենց Մերիլենդի օրն են նշում փաստորեն այսօր։ Դե էլ ինչ Միացյալ Նահանգների ազգային տոներ, եթե այնտեղ ուտելիքի հետ կապված տոներ չլինեն, կարծես երկուսն են այսօր, դեղցով կարկանդակի ազգային օրն են այնտեղ նշում եւ վաֆլի ազգային օրը, բայց մի վտանգավոր տոն են նշում նրանք։ Դանակի։ Այո։ Դե հուսանք բացառապես քոր դանակի օր։ Բայց մեկ-մեկ այդ քոր դանակն ավելի վտանգավոր է, էլի տանջում է, երբ քոր դանակով է սկսում։ Այսօր նաև Kobe Bryant-ի հիշատակի օրն է, հանրահայտ բասկետբոլիստի, որը մի քանի տարի առաջ ցավոք վթարի ենթարկվեց ուղղաթիռով եւ հեռացավ կյանքից, այսօր նրա հիշատակի օրն է սահմանված։ Ֆրանշիզի երախտագիտության օրն է այսօր, գնանք ուրիշ երկրներ արդեն։ Տեսնենք ինչ երկրներ կան, որոնք այսօր հետաքրքիր օրեր ունեն։ Լուսինե, Տաջիկստանում տենչանքի օրն է այսօր։ Ես տեսել եմ դա։ Տենչանքը լավ բան է իրականում։ Չունեմ մեկնաբանություն սրա հետ կապված։ Երբ տենչում ես ինչ որ իր ունենալ օրինակ։ Չգիտեմ, հիմա ես կարծում եմ կոնկրետ այս թեմայի հետ կապված մենք հարցը կուղենք կոնկրետ մեր շատ սիրելի ռադիոլուրի գործընկերոջը, որովհետև նա արդեն ներխուժում է եւ դրան հետ էլ յոլա չի գնում, եկավ Արմինե Գևորքյանը, բարի լույս հարգելի սիրելի Արմինե, բարի լույս, լավ ես, սիրելի գործընկերներ, առավոտը, ջան, լրատվականում չորրորդ հարկում։ Բավականին հագեցած է պատկերացեք երկուշաբթի եւ արդեն, այո, եւ այսօրվանից էլ էլի կսկսվի նորից հագեցած շաբաթը, որովհետեւ վերջացան հանգիստ օրերը։ Այո, որովհետեւ ազգային ժողովում այսօր կառավարության ծրագիրն են ներկայացնելու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնալու է ազգային ժողով եւ հասկացա։ Ես էլ ասում եմ գալուց ճանապարհին ինչու են սովորականից շատ ոստիկանական մեքենաներ ազգային ժողովի տարածքում, որովհետեւ վարչապետը գնացել է։ Արմինե, մենք
երթում ենք պատմության էջերը, փորձում ենք հասկանալ ինչ տոներ ու հիշատակի օրեր կան առհասարակ։ Սովորաբար Մենք ապշել ենք մի տոնից, ուզում ենք քո մեկնաբանությունն էլ լսել, բայց չմոռանաս, որ եթերում ենք։ Լավ։ Տաջիկստանում այսօր նշում են Տենչանքի օրը։ Ոյ մամա ջան։ Ինչ կարծենք ունես։ Օրինակ դու Օրինակ երբևէ ես եղել ես ենթադրում եմ Արմինեն հիմա ինչ է հնչում։ Կարող եմ ասել քնել։ Ապա։ հանգիստ, Ծով։ ծովա, Այ Արմինե ջան, մենք Այո, կկազմակերպենք ծով։ սիրելիս, դու գիտես։ Ես գիտեմ, որ դուք կկազմակերպեք, բայց այդ կազմակերպելու համար ինչ է անհրաժեշտ։ Էլի բան է ուզում, ժողովուրդ, Այ ես վերջին տենչում եմ օգնեք այս գումար, մարդուն։ տենչում եմ, հա, իդե պոծանելիքս էլ շանելի էլի, Դա չի տենչացել եմ։ եկել։ Ես վստահ եմ, որ այսօր եթերից հետո երբ դու դուրս գաս, ոստիկանները կզանգարեն հուսամ։ ներսից կասեն դու փաթեթ ունես ներքևում, անանուն մեկից։ Հիշեցնենք, որ Արմինեի սիրած բույրը Գաբրիելն էր։ Այո, Հիշեցիք։ այո, Դու Արմինեն ուզում էր գումար, որպեսի տանվար կփակեր, բայց Այո։ Արմինե ջան, քեզ հիմա ավելի շատ անհրաժեշտ է հանգիստ։ Հա։ Արի գումարն ուզենք, որ մեկնես հանգստի, Այո, մնացածը հետո կանենք։ Իդեպ գումարով պայմանավոր սիրուն բառ է, գիտեք, Տենչանք, տենչալը։ Հա, ես իհարկե, անկեղծ շատ սիրում եմ այդ այո, բառը։ շատ մի տեսակ էմոցիաների տարավ կա։ Հա, էմոցիաների խտացում կա այդ բառի մեջ, այո։ ամեն առումներով էլի տենչ։ Դե հիմա մի խոսքով վաղ առավոտի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, բառեր կան, որ երբ որ լսում ես դեմքիդ արտահայտությունից հասկանալի է, միանգամից հա, փոխվում է։ կապ չո, եւ օրինակ տենչալ բառը երբ որ արտահայտում ես, միանգամից դեմքիդ արտահայտությունը փոխվում Դե է հաճույքի հետ ես հետաքրքիր ասոցացնում։ ժպիտ է գալիս դեմքիդ եւ այլն, ասենք սեր բառը ուրիշ է տենչալը լրիվ։ Գիտես, բայց կարող ես դու տենչալ թանկ հեռախոս ունենալ։ Երբևէ չեմ տենչացել։ Գիտեմ դե, հա, բայց ուզում եմ Ես ասեմ մի բառ էլ կա, մարդիկ ես չգիտեմ դրա տոնը կլինի, թե չէ, տարփանք։ աստվածներ, լավ, Կարող թե եմ չէ ես տենչանքը լավն է։ կարող եմ բացասական նոտ ատալ, Հա, եւ ասել թե իհարկե, բացասական առումով որ բառն եմ շատ սիրում։ Նողկալ եմ։ Դե սիրում ես։ Երբ ինչ որ բան ահա որ չեմ սիրում, ես ավելի շատ ասում եմ ոչ թե օրինակ։ Շատ տիպիկ է նկարագրում։ Ասում նողկում եմ։ Որովհետև շատ տիպիկ են նկարագրում, այստեղ մենք խոսեցինք բառերից, որոնք այդ բառը ամբողջությամբ նկարագրում է իրավիճակը։ Լավ, գումար վաստակելու համար նաև գովազ պիտի լսենք։ Այո, գնացինք։ Սուրճ ու սեր առավոտից։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Հանրայինի եթերում լրատվության ժամը խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական ուժի հաղթանակը վերջին խորհրդարանական ընտրություններում նոր թափ է հաղորդում ԱՄՆ-ի աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին գրել է The Washington Times պարբերականը։ Նախագահ Դոնալդ Թրամփն անցած օգոստոսին Սպիտակ տանը մեկ սեղանի շուրջ բերեց Հայաստանի եւ Ադրբեջանին օգնելով տարիներ շարունակ փակուղում գտնվող բանակցությունները վերածել խաղաղության պահպանման եւ տարածաշրջանային առևտրի զարգացման շրջանակի։ Գործընթացի առանցքային բաղադրիչը խաղաղության եւ բարգավաճման միջազգային տրանսպորտային ուղու շրջանակն է, որը նախատեսում է Ադրբեջանի կապը Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով եւ որը Հայաստանը կդարձնի Կասպից ծովի տարածաշրջանի եւ Եվրոպայի միջև կարևոր տարանցիկ հանգույց։ The Washington Times-ը տեղեկացնում է նաեւ, որ TRIP-ը կարող է զգալի օգուտներ բերել Հայաստանին, մասնավորապես այն կօգնի երկիր ծովային ելք չունենալու հանգամանքը վերածել տնտեսական առավելության, խթանելով ներդրումները եւ նվազեցնել
նվազեցնելով տրանսպորտային ծախսերը։ Արդեն անդրադառնալով խաղաղության գործընթացին, թերթը նշում է, որ այդ գործընթացը չի կարող լիարժեք համարվել, քանի դեռ դրա հետևում կան չլուծված խնդիրներ։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության ցանկացած վերջնական պայմանավորվածություն պետք է ներառի 19 հայ գերիների ազատ արձակման հարցը։ Թրիփի եւ այլ լայն խաղաղության օրակարգի հաջողությունը մեծապես կախված է կողմերի միջև վստահության ձևավորումից։ Հետևաբար այս վստահությունը դժվար է կառուցել, երբ ընտանիքները շարունակում են սպասել իրենց հարազատների վերադարձին։ Նախագահ Թրամփը կարող է ոչ միայն աջակցել Թրիփի տնտեսական ու ռազմավարական նպատակներին, այլ իր ազդեցությունն օգտագործել պահանջելու 19 գերիների ազատ արձակումը։ Զանգեզուրի միջանցքի նախագիծը Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ադրբեջանի եւ Ուզբեկստանի միջպետական խորհրդի 3-րդ նիստում Ալիևը նշել է, թե Ադրբեջանի հիմնական տարածքում նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի, իսկ Նախիջևանում աշխատանքներն արդեն մեկնարկել են։ Վերջինիս խոսքով Բաքվի մոտեցումն այն է, որ Նախիջևանի երկաթուղին պետք է հանդիսանա Ադրբեջանի երկաթուղային համակարգի մաս։ Այդ շրջանակում նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսենսուս այն ընկերությունների եւ երկրների հետ, որոնք ցանկանում են մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել։ Ալիևը տեղեկացրել է նաեւ, թե աշխատանքներն իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա խոսքով ադրբեջանական կողմին այդ մասին բարբերաբար տեղեկացնում են ամերիկացի գործընկերները։ Մեծ տրամադրված տեղեկությունների համաձայն Հայաստանի տարածքում շինարարական աշխատանքները կսկսվեն այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին, սակայն այնտեղ երկաթուղու երկարությունը կազմում է ընդամենը 42 կիլոմետր, մինչդեռ Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում 194։ Այդ պատճառով արդեն սկսել ենք աշխատանքները, ամեն դեպքում ավարտին կհասցնենք, ասել է Ադրբեջանի նախագահը։ Պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով։ Այս մասին հայտնում են քննչական կոմիտեից առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է։ Հիշեցնենք, որ նախորդին պաշտպանության նախարարության այն զորամասի զինծառայող Էդգար Գևորգյանի դին հնարազնային վնասվածքով հայտնաբերվել էր։ Ողբերգության մանրամասները ռազմական գերատեսչությունը չի փոխանցում, նշելով, որ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։ Հիշեցնենք նաև, որ Սուրեն Պապիկյանը պաշտպանության նախարարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի հետ զորամասերում եւ դիրքերում ստուգայցեր էին կատարել, իրենց պաշտոնական հաղորդագրությունում նշված էր, որ կարգապահության մակարդակի բարձրացմանն է միտված։ Եվ վերջում մեկ լուր միջազգային լրահոսից Ռուսաստանը բողոքի նոտաներ է հղել ի բոլոր երկրների դիվանագիտական գերատեսչություններին, խնդրելով Պետդումայի ընտրությունների օրը արգելել ցույցերը ռուսաստանյան դեսպանատների մոտ։ Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության ընտրությունների գծով հանձնաժողովի փոխնախագահը։ Ռուսաստանի Պետդումայի ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 18-ից 20-ը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով Ռուսաստանից դուրս քվեարկություն է կազմակերպվելու 152 երկրներում։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը ավելի վաղ հարցազրույցներից մեկում հայտնել էր, թե հեռացած եւ երկրին դավաճանած ռուսաստանցիներին պետք է զրկել ընտրություններում քվեարկության իրավունքից։ Նաեւ չէր բացառել ընտրությունների ընթացքում Ռուսաստանի դեսպանատների մոտ Ռուսաստանից փախած հանրության պիկետներն ու սադրանքները։ Այսքանն ենք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը ռադիոլուրի եթերում։ Խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Crazy like a fool.
Սուրճ ու սեր առավոտից։ Այ, այսպիսի հետաքրքիր բաներ կարծում եմ առավոտյան նախավարժանքն արդեն հասցրեցիք ռիթմերի ներքո անել հարգելի ռադիոլսողներ, այսօր որոշել եմ Տիգրանից խոնավություն եմ վերցրել, ռետրո երգեր եմ տալիս, մի տեսակ մեկ-մեկ հաճախ շատ կարոտում ենք այդ ռետրո երգերին։ Մենք ձեզ հետ միասին փորձեցինք նաև ներկայացնել անսովոր հետաքրքիր տոներ, ու իրադարձությունը դեռ չէ, բայց հետաքրքիր տոներ հիշարժան օրերը ներկայացրեցինք։ Հիմա հասկանանք, թե օրը ինչ իրադարձություններով առհասարակ նշանավորվել։ Գնանք։ Ահա, նախ էլի վերադառնանք արեգակնային համակարգ, այնտեղ միշտ եզրագնացները այնքան հաճախ են ինչ որ հայտնագործություններ անում, որ պատմության ամեն օրը կարծես թե ինչ որ մի կերպ նշանավորվել է։ Պլուտոնը դադարել է համարվել արեգակնային համակարգի մոլորակ եւ ունեցել է գաճաճ, ստացել է գաճաճ մոլորակի կարգ։ Այո, 2006 թվականի այսօրն է տեղի ունեցել։ Հիմա տեղափոխվում ենք 1995 թվական, հենց այսօրն է թողարկվել Windows 95 օպերացիոն համակարգը, որը wow էր այն ժամանակ։ 1993-ին սկսվել է Michael Jackson-ի Dangerous համաշխարհային շրջագայության երկրորդ մասը։ Ահա, գնանք։ Տեսնենք հաջորդիվ ինչ է եղել։ Իդեպ ասեմ շարունակենք, փորձենք, ուրախ լուրջ չի իհարկե, բայց եկեք խոսենք այդ մասին։ 1968 թվականի այսօրը Ֆրանսիան փորձարկել է իր առաջին ջրածնային ռումբը, այդպիսով դառնալով աշխարհի 5-րդ միջուկային երկիրը։ Դե հիմա, բայց էլի տեղափոխվենք ինչ որ գիտական աշխարհ, այ կորցրեցինք։ Անտարկտիդայի Ոստոկայում գրանցվել է աշխարհի ռեկորդ համարվող ամենացածր ջերմաստիճանը -88 աստիճան։ Ահա որ է։ Միացյալ Նահանգներում արգելվել է ամերիկյան կոմունիստական կուսակցությունը 1954 թվականի այսօրը։ Իդեպ կան երկրներ, որտեղ մինչ այժմ, մինչ օրս, այսպես կոմունիստական կուսակցություն բավականին ակտուալ է, դրանցից մեկը իդեպ Հնդկաստանն է, որքան էլ տարօրինակ է։ Լուսինե ճիշտ եմ հիշում, որ այսօր վաֆլի օրն էր Նահանգներում, թե չէ։ Երևի թե Հա, չէ, այդ կարգի։ Ամեն դեպքում 1869-ի այսօրը Նյու Յորք նահանգի Տրոյ քաղաքի բնակիչ Կորնելիուս Սվարթհաուսը ստացել է երկրում առաջին արտոնագիրը վաֆլի թխելու համար։ Դա էլ կապ ունի, այս մյուս տոնն էլ քեզ կհետաքրքրի, խնդրեմ։ Չիպսի ծննդյան որովհետև օրը մենք անդրադարձանք դրա մասին։ 1853-ի այսօրն են ստեղծել փաստորեն իմ չիպսը, հեղինակը եղել է Ջորջ Քրամը, որը Նյու Յորք նահանգի Էլիսարատոգա Սպրինգ Ավանի Moose Lake Lodge հյուրանոցին գից ռեստորանի խոհարարը առաջին անգամ կարտոֆիլի չիպսեր է պատրաստել։ Իդեպ ասենք նաև հետաքրքիր մի փաստ, այցելուներից մեկը հրաժարվել է մատուցած տապակած կարտոֆիլից, հայտարարելով, որ կարտոֆիլի կտորները շատ հաստ են կտրտված։ Գրամը կարտոֆիլը շերտատում է թղթի հաստությամբ եւ եռացող ձեթի մեջ տապակում է մինչեւ խրթխրթան դառնան։ Այստեղից եկել, այսինքն բողոքից է եկել, հա, եւ ահա խնդրեմ ի զարմանս խոհարարի հաճախորդը նոր ուտեստից պարզապես ցնցված էր եւ շուտով խնդրեմ այդ չիպսը դառնում է հյուրանոցի ռեստորանի հանրահայտ ուտեստը։ Դրանից հետո արդեն Կրամը բացում է սեփական ռեստորանը, որի սեղաններին մշտապես դրված էր կարտոֆիլի չիպս, իսկ 1890-ին արդեն եղան մարդիկ, որոնք սկսեցին փողոցներում չիպսեր վաճառել, արդեն այդ թղթե պարկիկներով, հայերեն, ճակերտավոր հայերեն ասած կուլոկներով, եւ տարածվեց ու ամբողջ աշխարհում հայտնի դարձավ։ Բայց քանի որ այդ թղթե տոպրակը այդքան էլ հարմարավետ չէր պահպանման տեսանկյունից, ապա 1926 թվականի Լորա Սկադերը առաջարկում է վաճառել մոմած թղթերով, որի շնորհիվ լուծվում են պահպանման ու հեռավոր ռեստորաններ տեղափոխման հետ կապված բոլոր խնդիրները, իսկ մի տարօրինակ փաստել գիտեք, որ չիպսը համարվում է աշխարհի ամենավտանգավոր ուտեստը, բայց այսօր միայն Միացյալ Նահանգներում տարեկան ավելի քան 6 միլիարդ դոլարի չիպս է վաճառվում։ Լուսինե, բայց մի լավ բան ասեմ, որը ցավոք մեր երկրում դեռ չկա։ Նահանգներում կան չիպսի տեսակներ արդեն, քանի որ շատերին էր մտահոգում պատրաստման ձևը, ձեթի քանակը եւ այլն, եւ իսկապես վտանգավոր այն ձևով, որը վաճառվում է, կան չիպսեր, որոնք պատրաստվում են արդեն ջեռոցում, այսպես ասած, ավելի լավ պայմաններով եւ հատուկ հենց ստուփի վրա գրած է, որ այդպես է պատրաստված, ավելի շատ կալորիական չունեն, մի փոքր ավելի թանկ են եւ բայց ցավոք Հայաստանում դեռ դրանք չեմ հանդիպել։ Մենք տնական պայմաններում ենք ստեղծում այդ համեղ չիպսերը։ Երբևէ փորձել ես տանը պատրաստել չիպս։ Ես փորձել եմ կարտոֆիլի չիպս պատրաստել, պիտի ասեմ, որ այդքան էլ լավ չի ստացվել, բայց ինձ շատ է դուր գալիս, ինչ որ մեկը հայտնագործել էր եւ մի շրջան նորաձև
ձև է, շատերը լավաշի չիպսեր էին պատրաստում, շատ իսկապես Իսկ ես կարտոֆիլով չիպսել եմ պատրաստել բավականին հետաքրքիր։ Ինձ մոտ այդքան էլ լավ չստացվեց, ցավոք։ Տեղափոխվենք այլ թվականներ, հարգելի ռադիոլսողներ, եւ փորձենք հասկանալ այլ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ Սարդինիա տեղափոխվենք, որովհետեւ 1720 թվականի այսօրը Սարդինիայի թագավորության ստեղծումն է եղել։ Կալկաթա քաղաքի հիմնադրումն է եղել, գիտեի, որ քեզ դուր կգա 1690 թվականին։ Իմիջիայլոց Կալկաթա քաղաքում կա հայկական Հայաստան անունով փողոց եւ առհասարակ հայկական այդ մեծ մասշտաբային ու շատ որակով միջազգային դպրոցը գտնվում է հենց այնտեղ, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով գնանք առաջ ու հայ համայնքի մեծ մասն է հենց այնտեղ եղել ժամանակին, իսկ դուք գիտեք, որ Հնդկաստանում հայ համայնքը ժամանակին շատ մեծ էր։ Տեղափոխվենք ծննդյան տարեդարձներ եւ հայ ֆուտբոլիստ կենտրոնական պաշտպան Վարազդատ Հարոյանի ծննդյան օրն է այսօրն է 1992-ի օգոստոսի 24-ին է ծնվել, շնորհավորում ենք նրան։ Ամերիկացի կինոդերասան Քևին Դանն է ծնվել 1956-ի այսօրը։ Ժան-Միշել Ժարը, ֆրանսիացի կոմպոզիտոր, երաժիշտ, էլեկտրոնային երաժշտության հիմնադիրներից 1948-ի այսօրն է ծնվել։ 1948-ի այսօրը նաև ծնվել է վրացի կինոռեժիսոր, սցենարիստ, նկարիչ, ուսուցիչ, Կաննի կինոփառատոնի հաղթող Նանա Ջորջաձեն։ Քննարկված սկանդալային շատերի համար overrated գերագնահատված համարվող Պաոլո Կոելյոյի ծննդյան օրն է այսօր, բրազիլացի հայտնի գրող, արձակագիր, բանաստեղծ 1947-ի այսօրն է ծնվել։ 1939 թվականի այսօրը ծնվել է արվեստաբան, արվեստագիտության դոկտոր, արվեստի վաստակավոր գործիչ Իրինա Դրամբյանը։ Շարունակենք հասկանալ։ Խորխե Լուիս Բորխեսը, արգենտինացի գրող, էսեիստ, թարգմանիչ 1899-ի այսօրն է ծնվել։ Ալեքսեյ Տոլստոյի ծննդյան օրն է այսօր 1817-ին է ծնվել ռուս դասականներից լեգենդար գրողը։ Անգլիացի բանաստեղծ Ջոն Թեյլորն է ծնվել 1580-ի այսօրը եւ եւս մեկ իրադարձություն կար, որ ուզում ենք հատուկ թողել ենք վերջում։ Այո, հայկական պատմության համար կարևոր իրադարձություն 1990-ի օգոստոսի 24-ին է տեղի ունեցել, ընդունվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։ Այդ առիթով իհարկե շնորհավորում ենք մեզ բոլորիս եւ իհարկե քանի որ իրադարձություններն այսօր շատ հագեցած էին, ես առաջարկում եմ միասին ինչ կարծիք ունես, քանի որ Ջեքսոնի հետ կապված մենք իմացանք, որ Dangerous շրջագայությունը հենց այսօր սկսվել տարիներ առաջ, համաձայն ես, որ երգը լսենք նախ այսպես սկսենք։ Քանի որ միշտ ասում եմ Billie Jean-ը, եկ այս անգամ լսենք Beat It։ Beat It։ Դե ինչ, գնացինք հարգելի ռադիոլսողներ, քիչ անց բացելու ենք հյուրասրահի դռները։
Michael Jackson-ն իր տեսակով անգերազանցել է մինչ օրս, կարծում եմ շատ շատերը կհամաձայնեն այս մտքի հետ հարգելի ռադիոլսողներ, թե ինչ միասին վայելեցինք Michael Jackson-ի կատարումը եւ շարունակենք մեր եթերը։ Հիշեցնենք հարցման մասին, մուտք գործեք Սուրճ ու Սեր առավոտից Facebook-յան էջ հարցմանը մասնակցեք, հետո եկեք Հայաստանի հանրային ռադիոյի Facebook-յան էջ լայվին հետևեք, որովհետեւ շատ կարեւոր տեղեկություն ունենք ձեզ ներկայացնելու, բայց ինչ կարևոր տեղեկությունը ներկայացնելը հարգելի ռադիոլսողներ եւ մեր հյուրին ներկայացնելը առաջարկում ենք շատ կարճ դադար, որովհետեւ գովազդը չի սպասում, նա ներխուժում է։ Սուրճ ու Սեր առավոտից։ Եվ այսպես արդեն բացվել են հյուրասրահի դռները եւ մենք ողջունելու ենք մեր շատ սիրելի լավագույն ընկերներից մեկին։ Այո, մեր շատ սիրելի գործընկերն է մեր տաղավարում, այն է լավ առիթով եւ լավ նորություններով Հայաստանի հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հարապետյանն է մեր տաղավարում։ Բարի լույս։ Ողջույն, Սպորտսմեն, Այո, այսպես կարող ենք շարունակել, չէ՞ Վահե։ Բարի լույս։ Հազար բարի դիս, բարի դիս։ Եթերը ստիպեց, որպեսի դու շատ վաղ արթնանաս եւ շատ արագ հայտնվես։ Ուրեմն կարծում եմ մեր այսօրվա հարցը տեղին կլինի Վահեին էլ տալ հարց ունենք։ Այո։ Քանի որ շատ վաղ են գալիս աշխատանքի։ Առավոտյան աշխատանքից առաջ ո՞րն է ամենադժվար պահը։ Արթնանալը, անկողնուց դուրս գալը, տանից ժամանակին դուրս գալը, խցանումներով տեղ հասնելը, թե աշխատանքի հասնելուց հետո հասկանալը, որ դեռ չեք արթնացել։ Մեկ տարբերակ։ Ամենադժվարը, հա, խցանումները։ Դե այո։ Վահե ջան, կխնդրենք եթերից զրույցից անմիջապես հետո մուտք գործես Սուրճ ու Սեր առավոտից Facebook-յան եւ քվեարկես, որպեսզի այդ տարբերակն էլ լինի, որովհետեւ այս պահի դրությամբ այդ տարբերակի կողմ ոչ ոք չի քվեարկել, որքան էլ տարօրինակ է, որովհետեւ մենք ամբողջ օրը լսում ենք դժգոհություններ խցանումների հետ կապված։ Դե ակտուալ է դա շատ։ Այսինքն արթնանալու հետ էլ խնդիր չկա։ Երեխաների հետ լեզու գտնելում էլ խնդիր չկա։ Միանշանակ։ Ահա, դե Վահե պատմեք ինչ կա չկա Արևիկում եւ սկսենք թերևս հենց ամենակարևորից ընդունելության շրջանը։ Ընդունելության քննությունները այս տարի նշանակված է սեպտեմբերի 2-ին, 3-ին եւ 4-ին։ Այսինքն քիչ ժամանակ է մնացել։ Այո, ընդամենը մեկ շաբաթ, արագացրեք։ Սիրելի բալիկներ եւ հարգելի ծնողներ, շտապեք, ասեմ որ տեղերը բավականին սահմանափակ են, քանի որ մեզ մոտ ուսուցումը բացարձակ անվճար է, դրա համար նշաձողը դրված է բավականին բարձր, բայց դա թող ձեզ չվախեցնի, սիրելի ծնողներ եւ հատկապես բալիկներ, որովհետեւ մենք վերցնում ենք այն երեխաներին, ովքեր որ կարող են դառնալ արևիկցի։ Այստեղ շատ այս խոսքի մեջ արևիկցի խոսքի մեջ նուրբ երանք կա, որ միայն կհասկանան են մարդիկ, ովքեր արևիկցի են։ Արդեն արևիկցի են կամ արևիկում եղել են, չէ՞։ Այո, Վահե կուզեի խոսեինք շատ կարևոր առանձնահատկություններից, որ ունի արևիկը, լավ կարգավիճակ, հա, լավ այսպես մարզավիճակ, որովհետև շատ կարևոր է, թե ինչ արժե համակարգ է գործում կոնկրետ խմբում, շատ կարևոր է ինչ մակարդակի են փորձերը, ովքեր են դասավանդում։ Այսօր ամեն շքամուտք ունի ոդկասթը սեփական, բայց ամեն շքամուտք ունի նաև ինչ որ տարատեսակ խմբեր։ Ու չգիտես ովքեր են դասավանդում եւ առհասարակ ինչ է լինում եւ այստեղ մենք գիտենք որ հաճախ նման խմբերը զուտ փող աշխատելու միջոց են որքան էլ տխուր է այստեղ մեկ գլխավոր առավելություն որ հիմքում փող աշխատելը չէ հակառակը ամբողջությամբ անվճար է եւ կուզեինք խոսել որքան են դասա process-ները շաբաթվա մեջ, քանի ժամ են, որովհետեւ հիմա ծնողներս ասում են, «Վայ, ինչ լավ է, բայց կարող է չհասցնենք»։ Կարող է սա, կարող է նա, եկեք հասկանանք ծանրաբեռնվածության աստիճանը երեխաների։ Սիրով ասեմ, եթե երեխան ընդունում է արևիկ, ապա հետո մեր դասերը լինում են շաբաթական 3 անգամ։ Բայց 3 անգամ դա սովորական աշխատանքային process-ն է։ Իսկ եթե մենք պատրաստում ենք համերգի կամ վիդեո նկարահանման կամ ինչ-որ մի այլ ուրիշ
ելույթների, Կներես էլի, այո, իրենք անդադար պատրաստվում են, որովհետև այդպիսի շրջան չկա, որ համերգներ, ձայնագրություններ չունենան։ դե այդպես է արևիկն է, ապա մենք աշխատում ենք շաբաթվա մեջ 5 օր, 6 օր, կարող է 8 օր, Հատա 8 օր, օրը 25 ժամ, Վահե 6-ից 10 տարեկանների համար է։ Այո, 6-ից 10 տարեկան երեխաների համար մեր աշխատանքային գրաֆիկը սկսվում է ժամը 6-ից երեկոյան, որպեսզի չխանգարի դպրոցին, չխանգարի երաժշտական դպրոցին եւ չխանգարի այն խմբակներին, որտեղ հաճախում են երեխաները, ասենք սպորտի են գնում, նկարչության են գնում եւ այլն, որ հետո հանգիստ կարողանան գալ արևիկ։ 6-ից մինչեւ 8:30 է տևում մեր դասերը երեկոյան, իսկ համերգի ժամանակահատվածում, համերգի օրերին դա արդեն կախված է թե երբ կունենանք մենք համերգադահլիճում փորձ կամ ասենք դե ինքներդ գիտեք դա ինչ process է։ Բացի այդ արևիկը շատ հետաքրքիր լավ բան ասեցի Լուսինե ջան, ինքը ունի կոնկրետ ավանդույթներ, որը շրջանցելը ուղակի անմտություն է, որովհետև այնքան լավ ավանդույթներ են ձևավորված այս 48 տարվա ընթացքում, Իսկ դա քիչ ժամանակ չէ։ Այո, դա քիչ ժամանակ չէ եւ ուղղակի պետք է այդ ավանդույթներին հետեւել եւ որոշակի ինչ-որ ներդրումներ անել այսօրվա պահով։ Ընդամենը այդքան բան, թե չէ, ասենք նոր բան ասել արևիկում որպես այդպիսին ավանդույթների առումով հաստատ չարժի, այնքան ճիշտ են դրված ամեն ինչը, որ չարժի դրան մատով անգամ կպնել էլի։ Վահե ծնողը ինչպես հասկանա, որ երեխան ունի պոտենցիալ արևիկցի դառնալու, գուցե ինչ-որ նախապատրաստական ընթացք է պես, թե եթե զգում են երեխայի մոտ տաղանդ, ապա կարող են բերել քննության, ով կարող է գալ ընդունելության քննությանը։ Այո։ Եվ նաև ինչու գալ, ինչը առաջարկում արևիկ։ Գիտեք, ես միշտ ասել եմ, որ բոլոր երեխաները տաղանդավոր են։ Բոլորը։ Հատկապես որ վերջին շրջանում ասում են, որ այդպիսի արտահայտություն գոյություն չունի, լսողություն չունի։ Ասել, դրան էլ կազրադառնամ։ Թե չէ, ինձ միշտ ասում են լսողություն չունես, ես այդպես էլ տխուր տրտումը ապրեցի, մտածելով որ չունեմ։ Տխուր տրտում սուրճ ու սեր առավոտից պետք է լսել կամ վարել եւ ավելի չկընկնի իր տեղը։ Ասեմ ընդհանրապես բոլոր երեխաներն են տաղանդավոր, բայց ես միշտ ասում եմ բոլոր երեխաները տաղանդավոր են, բայց ոչ բոլորն են արևիկի համար։ Այսինքն խնդրեմ սիրելի ծնողներ, հարգելի ծնողներ, տատիկներ, պապիկներ, մայրիկներ, հայրիկներ, բերեք ձեր երեխաներին, անպայման բերեք, անգամ եթե դուք կասկածում եք, բերեք, մենք կլսենք եւ կհասկանանք թե երեխան որքանով է կոմպետենտ արևիկ ընդունվելու համար։ Բացի դրանից արևիկ ընդունվելուց հետո մենք տալիս ենք երեխային 3-ից 4 ամիս աշխատանքային process-ի եւ ընդգրկվելու ժամանակահատված, այսինքն այն ժամանակահատվածը, որի ընթացքում երեխան ինքը իրեն կսկսի դրսևորել։ Լինում են երեխաներ, ովքեր փայլուն ընդունվում են, շատ իրոք փայլուն ընդունում են, բայց 3-4 ամսվա ընթացքում ծուլանում են կամ ինչ որ հասկանում են, որ դա իրենց տեղը չի եւ այլն եւ հակառակ process-ն է տեղի ունենում։ Լինում են, ասենք, միջին ընդունակություններով ընդունված, մեկ էլ մի 3-4 ամիս հետո զգում ես, որ այդ երեխան հսկայական աճ է ունեցել։ Դա է մեզ պետք, որպեսզի երեխան կարողանա ունենալ ինչ որ մի որոշակի վիճակ, որից հետո նաև իհարկե մենք կարողանանք վրան ավելացնել եւ այլն եւ վերել հասցնել նրան ինչ որ պետք է մեզ որպես Այսինքն դրանով է պայմանավորված այդ որոշ ժամանակը, հա որ տալիս եք երեխաներին։ Ավանդույթներից խոսեցիք, ես գիտեմ, որ գեղեցիկ ավանդույթ է նաև տարին պարտադիր փակել համերգով, դա կոչվում է հաշվետու համերգ։ Երկու հաշվետու համերգ ունենք, մեկը դեկտեմբերի վերջին, մեկը հունիսի կամ հուլիսի, եթե ոչ հունիսի վերջին, ապա հուլիսի սկզբին։ Արձակուրդից առաջ, Արձակուրդից առաջ, այո։ Ահա, խնդրեմ։ Սովորաբար տարբեր խմբակները, համույթները, այն համույթները եւ հոտույթները։ Եվ հոտույթները, որոնք
անգամախմբում են մարդկանց եւ երեխաներին, սովորաբար այն հմտություններից բացի, որի մասին են, նաեւ այլ հետաքրքիր հատկանիշներ են ձևավորում երեխաների մոտ, ինչ է տալիս արևիկը։ Ինչու գալ արևիկ, ինչու դառնալ արևիկ։ Ահա, շատ լավ է։ Արևիկը առաջին հերթին տալիս է կոլեկտիվի զգացողություն։ Եկեք չմոռանանք, որ արևիկը ինքը վոկալ խմբակ չէ։ Ինքը անսամբլ է։ Իսկ անսամբլ համույթ չէ։ Մեր ռադիոյի մյուս անսամբլների կողքին լի իրավ այուն իր տեղն ունի, իր կայուն տեղն ունի եւ կարող եմ այսպես մի քիչ փոփոշանալ։ Հա, եւ ասել, որ արևիկը թերևս այս մեր իրականության մեջ միակ մանկապատանեկան անսամբլն է, որտեղ ուսուցումը անվճար է։ Միանշանակ, այո, հենց այդպես է։ Եվ բացի դրանից էլ արևիկում ուսուցանվում է ոչ միայն վոկալ, ոչ միայն բար, ոչ միայն սոլֆեջիո, նաև շփում։ Շատ կարևոր է, այսինքն երեխաները այստեղ ոչ թե ինչ որ իրար նեղացնում են կամ իրար անպայման կոլեկտիվի մտածողություն, անսամբլային մտածողություն եւ դուք որ տեսնեք այսպես կուլիսային հա տարբերակով երբ որ տեսնեք թե երեխաները բեմի վրա ոնց են իրար օգնում համերգի ժամանակ։ Իրենք ոչ միայն բեմի վրա, այլև կուլիսներում են իրար օգնում։ Եվ շատ կազմակերպված են, ես այսպես շոկի մեջ էի, թե որքան կազմակերպված են նրանք, սա նաև կյանքում է պետք գալու։ Անպայման։ Պետք է կյանքում եւ պետք է հետագա իրենց դրսևորումների մեջ հետո նաեւ իրենք էլ են ընտանիք կազմելու, որ իրենք նաեւ փոխանցեն այդ ամեն ինչը, իրենց բալիկներին, իրենց թորնիկներին հետո եւ այլ եւ այլ։ Այսինքն արևիկը միայն գեղարվեստական խումբ չի, արևիկը միայն երկի, շատ անգամ ասում են, չէ, երկի խմբակ, որից ես շատ վատ է հնչում։ Իդեպ վատ է հնչում նաեւ։ Իմիջիալոց շատ կուզեի խոսենք նաեւ մասին, որ մեծերը միշտ են օգնում փոքրերին, պարապում են նրանց հետ, այսինքն ինչ որ չափ նաև օգնական են, հա։ Ոչ միայն օգնական են, իրենց վրա մենք դնում ենք որոշակի պարտավորություն, պատասխանատվություն եւ այդ պատասխանատվությունը իրենք, ինչ ասեմ, 10 խաչով անում են, էլի 5 խաչով չէ։ Մի կարևոր բանի մասին էլ խոսենք, որ մեծ կոլեկտիվներին էլ է դա անհրաժեշտ շրջագայություններ, որոնք էլ ավելի են ամրացնում կոլեկտիվը ու այս պարագայում նաեւ երեխաների պարագայում տալիս յուրատեսակ փորձառություն էլ ավելի ինքնուրույն լինելու, որովհետև ծնողները իրենց հետ չեն այդ շրջագայությունների ժամանակ, նրանք պիտի գնան այլ մարզ, իսկ արևիկը շատ է շրջագայում Հայաստանի տարբեր հատվածներով, հուսանք կլինի այնպես, որ Հայաստանի սահմաններից դուրս էլ կգնան, բայց ասված ձեր խոսքը լսի։ Ես հատուկ ասացի։ Խոսենք նաև, տեսեք, այլ է միջավայրը, երբ գալիս են փորձի այստեղ, Երևանում են որևէ ելույթ ունենում, ծնողը բերում է տանում է, այլ է միջավայրը, երբ երեխան գնում է որևէ սահմանամերձ գյուղ, որևէ տեղ, որտեղ պիտի ելույթ ունենա ու այստեղ ծնողը չկա։ Խնդրեմ։ Տեսեք, մենք այս տարվա հունիսին ունեցանք 5 համերգ, հա, որից 3 համերգը Երևանից դուրս էր։ Եվ այդ 3 համերգներից երկուսը կապված էր հենց ռադիոյի 100-ամյակի հետ եւ կարող եմ այսպես բավականին ոնց ասեցի Լուսինե ջան թրփոշանալ եւ ասել, որ այո, այդ համերգային շրջանը բացեց արևիկը։ Փայլուն ելույթներով։ Այո, փայլուն ելույթներով եւ հենց այդտեղից սկսեց Երևալ, երբ որ մենք գնացինք Սպիտակ, հետո Ստեփանավան, հետո նաեւ ունեցանք շատ հետաքրքիր համերգ Կիրանցում, դրանք մենահամերգներ են։ Ամբողջական մենահամերգներ են եւ ինչն էր հետաքրքիր, որ անգամ մեր ռադիոլուրի աշխատակիցները, ովքեր ռեպորտաժներ էին պատրաստում այդ օրերին, իրենք էին զարմացել, թե բեմի վրա ոչ ես, ոչ վոկալի ուսուցչուհի Նաիրա Մելիքյանը եւ ոչ պարի ուսուցչուհի Ալինա Միքայելյանը, բացի սովորական փորձից մենք չենք խառնվում։ Հենց սկսվում է համերգը, իրենք արդեն գիտեն ոնց, ինչ եւ այլ մեղվանոց է ինքը, հա? Մեղուները գիտեն, չէ՞, որտեղ են մտնում, ամեն մեկը իր գործը գիտի։ Ամեն մեկը ինքը իր գործը գիտի ու մեր ռադիոլուրի աշխատակիցները անգամ բան էին արել, Ալբերտը Մանավան զարմացել էր, ասում է, լսի, ասում է,
երեխեք էս պուճուները լավ մեծերը հասկացան, բայց այս պուճուները ոնց են հասկանում ինչ պետք է անեն։ Մենք հաճախ թերագնահատում ենք երեխաներին այն պարագայում, որ դա պետք չի բացարձակ։ Մի կարևոր հմտության մասին էլ խոսենք, գիտեիր վեգա, որ նրանք որ գնում են համերգների, իրենց հաղորդավար պետք չի։ Իրենք էլ, այո, հրաշալի է։ Վայ, ընդունելությունը մինչև 10 տարեկանների համար է, բայց հետաքրքիր է մինչև որ տարիքն են նրանք արևիկի կազմում մնում եւ հետո ուր եք ճանապարհում սովորաբար կարիերայի տեսանկյունից ամենատխուր բանն է հարցնում։ Վայ։ Ինչ է լինում հետո։ Դե մինչև 15-16, հա, այսպես ասեմ, բայց լինում են դեպքեր, երբ երեխաները մինչև 18 տարեկան կերպ մեզ մոտ են ձգում են։ մնում։ Ասենք մեր Անին եւ Լիլիան 18 տարեկան լրացավ, իրենք վերջին մեզ հետ վերջին Մեծ համերգը համերգը։ տվեցին, մեծ համերգը տվեցին եւ նոր հետո դուրս եկան։ Այսինքն Սովորաբար շարունակում են կարիերան։ լինում է որ շարունակում են, լինում է որ ընտրում են բոլորովին ուրիշ մասնագիտություն։ Բայց մենք հայտնի երկիչ երկչույներ ունենք, Շատ։ որ սկսել են արևիկով եւ հիմքը Իհարկե։ հենց Ալբրյունետը օրինակ Բրունետը, Պեպելյան Քրիստինան, շատ են։ Լիդուշիկը, Այո։ Արաքսիա Մուշեղյանը, Բոլորը արևիկի հիմքով են Արամոն, սկսել։ Վահե Լուսինեն արդեն նշեց, որ երկու, այսպես ասած, հաշվետու համերգներ եք ունենում, հետաքրքիր է առաջիկայում ինչ է սպասվում, ինչ զբաղվածություն ունի շուտով սեպտեմբերն է, զբաղվածությունը շատանում է, 101-ի միջոցառումներ էլ դեռ կան, առհասարակ ինչ է սպասվում առաջիկայում արևիկին, ինչեր ունեք, ինչ նորություններ, ինչ զբաղվածություններ։ դեռ չսկսած այսօրվանից ենք արդեն սկսում պարապմունքները, դեռ չսկսած մենք ունենք արդեն երկու հրավեր, մեկը սեպտեմբերի 26-ին պիտի մասնակցենք Կոնստանտին Պետրոսյանի 80-ամյակին կայանալիք համերգին, երկրորդը հոկտեմբերի վերջին, թե նոյեմբերի սկզբին, այ չեմ հիշում, կոնկրետ արդեն կպարզվի այս երկու օրվա ընթացքում Արամ Սաթյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական համերգն է, որտեղ էլի մենք ունենք մեր, ինչպես ես եմ սիրում ասել, մեր մատը խառն է այդ Առանց արևիկի, այդ ուր առանց արևիկի։ Բացի դրանից մենք ունենք 12 արդեն նոր երգեր, որոնք սպասում են երեխաներին։ Ընդհանուր թիվ, ասա այն օրը շոկ եմ ենթարկվել, արևիկցիները քանի երգ գիտեն։ Հիմա կոնկրետ արևիկի գործող ռեպերտուարում, գործող երգացանկում կա 185 երգ։ Աստվածիմ։ Գիտեն այդ երգերը բոլորը։ Հա, բոլորը գիտեն, ընդ որում բոլորը ոչ միայն գիտեն երգել, նաև որոշակի պարային դրվածք է, շարժումներ են դրված, ինչ որ պարային բեմադրություն կա եւ այլ եւ այլ։ Բացի դրանից ունենք մեկ հատ շատ գեղեցիկ հայրենասիրական երգերի պապուրի նոր բանա, հիմա դրան մաշապ են ասում, չէ՞։ Այո։ Եվ բացի դրանից էլ մենք ունենք նաև բեմականացնելու Չարի վերջը մյուզիկլը այս տարի անպայման պիտի անենք։ Խոսենք շատ կարևոր է նաև մյուզիկլների արկայությունը, որ արևիկում կա եւ դա շատ ոգևորող է ու ոգեշնչող, այստեղ տալիս է նաև երեխաներին ոչ միայն երգելու, այլև ապարելու, երգել, ապարելու, դեր խաղալու հմտություններ, իսկական արտիստ եք էլի մեծացնում։ Հա, ինքը արտիստ պիտի լինի։ Եվ հանրային մենք միշտ ասում ենք հանրային ռադիոյի պատերն են շատ խոսուն ու պատմությունով լի, այստեղ արևիկցիները հայտնվելով հանրային ռադիոյի տարածքում, ձայնագրման ստուդիաներում այդ հնարավորություններն ունեն, որովհետև նրանք չէ, երեխաները ունեն հնարավորություն տարածաշրջանում լավագույն ձայնագրման ստուդիայում կատարել ձայնագրություններ եւ այս պարագայում նրանք հայտնվում են մեծամեծերի նկարների ներքո, ի վերջո կարող են քայլել հանրային ռադիոյով հանդիպեն Ռուբեն Մաթևոսյանին ու այսպես մեր մեծերին ու արդյոք այստեղ կարող ենք ասել նաև երաժշտական, կրթական մասով եւս ինտելեկտուալ բազա է հավաքվում անկախ իրենց կամքից։ Ախտիր, ես կասեի, իրենք ոչ միայն շփվում են մեծամեծերի նկարների հետ, այլ իրենք այդ մեծամեծերի հայացքի տակ են մեծանում։ Կարևորը բոլորի նկարներում բոլորը շփտում են։ Հա, եւ դա շատ կարևոր է։ Էլ չասած, որ իրոք, այո, Մարտին Վարդազարյանի հետ են շփվում, Ռուբեն Մաթևոսյանի հետ են շփվում, Երվանդ Դերզենկյանի հետ եւ մնացած մեր մեծերի
արտիստների հետ, նաև պոետների, գրողների, նկարիչների եւ այլն։ Դե Եզրափակենք Վահե ջան, բայց Եվ ասենք վերջում եւս ինչպես մեկ անգամ դիմեն ասենք։ նաև, այո։ Հեռախոսահամարը, խնդրում Այո, եմ։ հեռախոսահամարը իմ հեռախոսահամարն է Ամբողջ աշխարհին 098 տալիս ես այդ Հա, հեռախոսահամարը։ սիրով, ես ոչինչ չունեմ տաքսելու։ Խնդրում եմ գրի առեք։ 098 36 12 89 Մեկ անգամ եւս կրկնում եմ 098 36 12 89 Ես ավելի լավ գաղափար ունեմ, եթերից անմիջապես երբ դուրս կգաս հարգելի Վահե, հեռախոսահամարը տանունով թող մեկնաբանությունների դաշտում լայվի, որպեսզի ռադիոլսողները հեշտությամբ գտնեն։ Սիրով։ Հիշեք, որ սեպտեմբերի 2-ին, 3-ին եւ 4-ին են ընդունելությունները։ 6-ից Դա 10 տարեկան երեխաների Այո։ համար։ Դա նշանակում է, որ պետք է շուտ զանգահարեք, արագ կողմնորոշվեք, որպեսզի հնարավորություն ունենաք ձեր երեխաներին բերելու լսումների։ Այո, Այնքան ուրախ կլինեմ, որ այս պահին ասած ինչ-որ փոքրիկ, որ ինքն էր լսում, հիմա վազել է մայրիկի մոտ։ Մամա, այո, հուսանք այդպիսի դեպքեր նույնպես կան։ մեր Սամվելիկի իմիջալը Հենց այդպես է եկել, հա, խնդրեմ։ Իսկ այսօր առաջատարներից է Հա, Սամվելը։ Շատ շնորհակալ ենք Վահե, Շնորհակալություն հաջողություն ենք մաղթում նաև բոլոր դիմորդներին, այսպես Ովքեր ասած, գալու են որոնք շուտով լսումների։ քննության են գալու Ես դիմորդիկներին։ մաղթում եմ, որ այնքան շատ կան երեխաներ ու բոլորը մեկը մեկից տաղանդավոր լինեն, որ դուք հայտնվեք շատ անելանելի դրության մեջ, չիմանաք ինչ անեք, ու ստիպված բոլորին վերցնեք։ Կիմանանք, թողա։ Թող գա։ Հիշեցնեմ, որ զրուցում էին կոմպոզիտոր Հայաստանի հանրային ռադիոյի Արևիկ մանկապատանեկան անսամբլի գեղարվեստական ղեկավար Վահե Հայրապետյանի հետ։ Հիմա մենք մեր գործընկերոջ հետ կլուսանկարվենք, դուք էլ այդ ընթացքում եւս մի երաժշտական դադար վայելեք, հետո կվերադառնանք։ Կարևորը իմացեք ուր եք գնում, որովհետև օրինակ անցորդը չգիտի ուր է գնում։
մի տեսակ ուրիշ միքս էր սա, սովորաբար մենք այլ տարբերակներ ենք եթեր հեռարձակ, բայց այս տարբերակին էլ պիտի սովորենք ինչու ոչ, այնպես որ հարգելի ծնողներ, եթե հետաքրքրեց եւ ուզում եք որ ձեր աղջիկը կամ տղան երեխան հայտնվի Արևիկի կախարդական աշխարհում, շտապեք, զանգահարել, գրանցվել, որպեսզի երեխային բերեք լսումների եւ հետո մի քիչ ջանք եք թափել, որ երեխաները ժամանակին հասնեն փորձերի, որովհետեւ ուշացումներ չի լինում, այստեղ շատ կարեւոր է խստապահանջությունը, պունկտուալությունն ու պատասխանատվությունը։ Շարունակենք, քիչ անց նաեւ միասին կամփոփենք հարցման արդյունքները, եթե դեռ չեք քվեարկել, խնդրում եմ շատ արագ սխալը ուղղեք, որպեսզի պատկերն ամբողջական լինի։ Լուսինե, ունենք ժամանակ մարզական նորությունների նույնպես անդրադառնալու, որովհետև այո, վստահաբար կլինեն ռադիո լսողներ, որոնք սպասում են իրականում մի փոքր ավելի հին, այսինքն 3-4 առաջ օրվա կապ չունի, շաբաթ-կիրակ է։ Այո, քանի որ շաբաթ-կիրակ էր, սկսեմ այնտեղից, որովհետև եթե Բարսելոնայի մասին խոսեմ, Ռեալի երկրպագուները չեն ների, որ իրենց հաղթանակին չանդրադարձա, բայց ամեն դեպքում սկսենք ավելի թարմ լուրից։ 3 Բարսելոնան շատ տպավորիչ հաղթանակով մեկնարկեց Լա Լիգայի նոր մրցաշրջանը 5-0 հաշվով պարտության մատնեց Էլչեին, իդեպ հենց Էլչեի հարգի տակ հյուրընկալվել էր Էլչեին եւ 5-0 հաշվով Լիսի լավ հմտացել է սպորտային լուրեր հաղորդելուց, լավ կարող ես մարզական մեկնաբանել աշխատել։ Լուսինե, ամենատարօրինակը ինձ համար այն է, որ նույնիսկ այն օրերին, այն օրը ինձ բռնացրել եմ այսպես ասած այն մտքի վրա, որ նույնիսկ այն օրերին, երբ եթեր չունենք, առավոտյան արթնանում եւ սպորտային լուրերս նայել։ Նախորդ խաղերը կարևոր խաղերի մասին է իհարկե։ Չգիտեմ, կարծում եմ ազդեցությունների, կողմնակի ազդեցությունների տակ ընկա։ Ամեն դեպքում դրանից առաջ Ռեալն էլ Բարսելոնայում հյուրընկալվել էր Էսպանյոլին եւ 2-1 հաշվով հաղթանակ տարավ։ Ի տարբերություն Բարսելոնայի, պիտի նշեմ, որ բավական բարդ հաղթանակ էր սա Ռեալի համար, բայց անպայման հայկական ֆուտբոլին էլ անդրադառնանք, լավ լուրեր հայկական ակումբներից Նոայից, Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության 4-րդ տուրում փոխ-չեմպիոն Նոան մրցակցի խաղադաշտում 1-0 հաշվով պարտության մատնեց ԲԿՄ-ին 73-րդ րոպեին աչքի ընկավ 19-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը եւ այսպիսով նվազագույն հաշվով հաղթանակ տարավ։ Այս պահին 4 հաղթանակից հետո Նոան գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ ԲԿՄ-ն 1 միավոր ունի եւ 10-րդն է։ Ահա, տեսակ, սա էլ իմացանք հարգելի ռադիո լսողներ։ Մարզական նորություններ։ Այո, մարզական նորություններն էլ ներկայացրեցինք ձեր ուշադրությանը, իսկ մեզ մնում է այսքանից հետո միանշանակ լսել Օլե Օլե Օլա երգը, որովհետև բերեց ինձ դրան քո ներկայացրած լուրերը միանգամից տարան այդտեղ, դրա համար ուզում եմ որ այս երգը լսենք։ Դուք ունեք դեռ ժամանակ հարգելի ռադիո լսողներ, մուտք գործեք Սուրճ ու Սեր առավոտից Facebook-յան հարթակ եւ քվեարկեք, որն է ամենադժվար պահը տնից դուրս գալուց առավոտյան աշխատանքից առաջ։ Խնդրում եմ, մենք տվել ենք ձեզ 5 տարբերակ։ Put your flags up in the sky. And wave them side to side. Show the world where you're from. Show where you're from. Show the world we are one. When the going gets tough, the tough get going. One love, one life, one world, one fight, whole world, one night, one place, Brazil. Everybody put your flags in the sky and do what you feel. It's your world, my world, our world today, and we invite the whole world to play. It's your world, my world, our world today, and we invite the whole world to play. Es mi mundo, tu mundo, el mundo de nosotros. Invitamos a todo el mundo a jugar. One night, watch the world unite. Two sides, one fight, and a million eyes. Full hearts gonna work so hard, shoot all the stars, fist raise up towards the sky. Tonight, watch the world unite, world unite, world unite. For the fight, fight, fight. One night, watch the world unite. Two sides, one fight, and a million eyes. Hey, 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 for the side, come on, sing with
Եթերային վերջին րոպեներն են հարգելի ռադիոլսողներ, հարակ միասին փորձենք ամփոփել եւ իհարկե ողջունենք այն ռադիոլսողներին հատկապես, ովքեր on-line հարթակում գրառումներ են անում։ Եվ սկսենք մեկնաբանություններից, որից հետո արդեն կամփոփենք ձեր քվեարկության արդյունքները։ Մեզ են միացել Էդիկ Բաբուջյանն ու Ստիոպ Վարդանյանը, մեզ բարի լույս են մաղթում, ստիկերներ են ուղարկում։ Եստեր Մխիթարյանը նույնպես միացել է Լուսինե ու Վեգա ջան, բարի լույս, Աստծո բարին ձեզ, ուղակի չքնաղ տեսք ունեք։ Շատ շնորհակալ ենք։ Նաև Եստերը գրել է, ափսոս ես փոքր չեմ, թե չէ հաստատ կդիմեի Արևիկը թունվելու համար, փոքրիկներ օգտվեք ձեզ ընձեռած յուրահատուկ հնարավորությունից, առիթից օգտվելով մեր գործընկերոջ մեկնաբանությունն էլ եւս մեկ անգամ կարդամ իր հեռախոսահամարի տեսքով 098 36 12 89 Սա այն հեռախոսահամարն է, մեր ռադիոլսողներից մեկն էլ գրել էր մաղթում եմ հրաշալի օր անկախ նրանից, որ այսօր շատ շոկ է լինելու։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, մաղթում ենք բազում հաղթանակներ ձեզ օրվա ընթացքում եւ փորձենք ամփոփել միասին, թե ինչ է առասարակ ինչպես եք դուք քվեարկել հարգելի ռադիոլսողներ, փորձենք հասկանալ ինչպես եք քվեարկել։ Այստեղ ասեմ, որ մեծամասամբ հիմա այսպես հատուկ կարծես չի բացվում։ Խնդրեմ։ Ես փորձեմ, իրականում արդեն վիզուալ հիշում եմ, որ հաղթել էր այն տարբերակը, որ անկողնուց վեր կենալն է շատ դժվար, ասեմ, որ ես էլ էի հենց այդ տարբերակին Ես էլ, բոլորս կարծես այդ եւ տարբերակն հաղթել է հենց այդ տարբերակը, ընդամենը մի հոգի է, որ այլ տարբերակ է քվեարկել, հենց արթնանալը, բայց փաստորեն ամենադժվարը առավոտյան արթնանալուց հետո անկողնուց դուրս գալն է։ Շնորհակալություն հարգելի ռադիոլսողներ, մեզ հետ անցկացնելու առավոտյան այս 1.5 ժամը։ Թող խոչընդոտները հաղթահարելի լինեն ձեր կյանքում եւ այդ խոչընդոտներն այնպես հաղթահարեք, որ կողքից ոչ ոք չնկատի։ Այո, իսկ մեզ մնում է ձեզ եւս մեկ անգամ լավ օր մաղթել, օրվա լավ շարունակություն եւ խորհուրդ տալ մնալ հանրային ռադիոյի հետ։ Ձեզ համար ուղիղ եթերում առավոտյան ծրագիրն անցկացրեցին Գեղեցկուհի Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Գեղեցկուհի Վեգա Անդրեասյանը, մնացեք հանրայինի հետ, ձեզ հաճելի օր ենք մաղթում։ Գնացինք։